Էսի գաղափարը вообще ոնց է ընդհանուր կոլեջով գնենք։ Հա իրականում ես իրան դրա համար տեսեք հատուկ դաս երբեք իրան չենք Դրա ժամանակի ընթացքում ավելի շատ կհասկանանք, էլի։ Տեստաստում սխալմունքը դա քչացնում սխալմունքը քչացնում ամենախոսքը գենը մի դե գրի կետ եսի ինչ ու այդ կետ եսի ինչը չլինի ու չտարակի ախպերա դե պալուբոմը վերցում գուգլնի պալուբոմի բանը մի հատ կետի պատճառով խոսքի բան ես արել սխալ հաշվարկ ես արել օրինակի համար էլ Համենայնքովից պետք է ինչպես վերեն Հա, էսի ավելի խիստ է, այո, Ինչ Աստի պրոյեկտը ոնց էր անգլորը Անգլոր 10 Ինքն է Ահա Так, этапը ենք անցնելը, որ դիտողում կարելի մենք մի հատ բանի վրա, ու դա սարքելով է թողել։ Այսինքն էլ չի լինելու, որ ամեն անգամ տարբեր տնային կամ տարբեր բաներ պետք է խառնավորվի, չէ։ Օրինակ եմ ասում։ Հա, պրոստը նենց որ ամեն դասին մենք գալու ենք վերեմ բան ավելացնենք, տնային ասեմ դե դու քեզ կտոր ավելացրեք, ու տես իտոգը մնես պետք է անենք, որ խոսքի դասի վերջում դա չգիտեմ ինչքան կտերի խոհանոցում, այդ պրոյեկտը պետք է հավաքենք ծավալ։ Հա, հենց ավելի կայֆը դառնում, էլի։ Չէ, լկա, ախի։ Привет, Վալերչը։ Ահա։ Վալերչը, հարցնած չունես, չէ՞ ոնց որ ընկավ սա տեղը։ Всё, գնաց։ Հա, գիտեմ, բարձր։ Տնայինը հեշտ է տվել իրականում, շատ բարդ չի եղել, որ մի հատ այն ինչ որ գիտեք, պրոստը բան չանեք, էլի, մի հատ 0-ից մի հատ նորից օգտագործեք ուղղակի, վերջնական գցեք տեղ, Դել էդի չեմ անում, եթե շատ միշտ, հա, եթե բան չունեք, հատուկ հարց չունեք մեջը, անցնեմ առաջ։ Այդ տեմպլեյտի մի հատ նորից վիդեո նայեք, հա։ Պետք է որ լինի, էլի, եթե չլինի, ասեք նորից կբացատրեմ տեմպլեյտի մասին։ Ահա։ Ну, в принципе, template-ի փոխարեն գուգլին եմ, դուք կարող եք արդեն այս թազա բաններ օգտագործեք։ Շնիկներով, էլի։ Okay։ Շնիկով տեղած հարմար է, հա, հենց էտա, տես թազա ձևն է, պրոստը այն ջի ֆոտոյեք, մենք չենք կարա ձեզ չասենք, որտեղ Հա, դա ցանկալի է դրանով գես, որտեղ մեկը ասել է դրան, էլի։ Նայեք, մի հատ հասկացողություն կա, դայրեկտիվների մասին Արմանը խոսացել է։ Դե հա, դայրեկտիվները в принципе լավ գիտեք, եկեք դրանց սովորություն հասնենք։ Դայրեկտիվները մի քիչ կա։ Okay, սերվիսներն է կա։ Okay. Սերվիս так սերվիս։
Նամեն նայեք տղեկ, եկեք մի հատ ընդհանուր հասկանանք անցած դասին ոնց որ նախաբանը տվեցի ես, չէ՞, հիշում եք որ ասի սերվիսները մոտավոր ինչի համար են նախատեսված, որ մեր օրինակ հեռախոսի application-ները դրանք արդեն սերվիսներ են, մի սերվիսը կարող մյուս սերվիսի հետ կապ չունի, մեկը ռեստորանային սերվիս է, որ սնունդա սերվիս, ապա սերվիսը իր ապահովում, մեկը հեռախոսների նորոգման սերվիս է տղեկ, այսինքն դու պարտադիր չի ամեն ինչ իմանաս անել, որ ապրես։ Հա, միտքը։ Վաղը ջան, մի կոմպոնենտը արի նայենք որպես մարդ։ Այդ կոմպոնենտին ապրելու, ստեղծագործելու, գործելու համար պետք չի ինքը ամեն ինչ անի։ Իրանից կոպիտ ասած շատ դեպքերում հասնելու ամենակեն, որ ինքը դիմի ճիշտ սերվիսի, ճիշտ ծառայություն կանչի։ Եթե կոպիտ ասած շատ վրազ այդ մարդը նա մենյու VM-ով զանգի, ախպեր իր ուտելիքը պատվիրի, օրինակ եմ ասում։ Այսինքն պետք չի տղեկ դուք ձեր կոմպոնենտում լիքը կոդ գրեք, սա ասեք չի ախպեր, դե կայնի ստեգրեմ, չէ, ինչի՞ համար։ Եթե մանավանդ տղեկ այնպես մի հատ գործ է, որ ջոգում եք որ ախպեր էսի, այս պրոյեկտում, նես չի խոսքի, դու միշտ տնայինս բանով կամ պրոյեկտ սկսելուց նայելու ես այս մի էջ այս պուճուր կտոր, ասես всё լավ, արի ես կտորը սկսեմ, այդպես չի նշանակում։ Երբ որ դիզայնը գալի, պրոյեկտը գալիս է, նա տոփի 20 բռնում ես, տենաս լավ օֆշի ինչ կա։ Ստրուկտուրամոս բաժանում, քեմ հերոյեցում, ախպեր, սովորական որ մեր տնային էի որ կոնում, թեկուզ մեր բան։ Նա նայում ես ախպեր խոսքի, ինձ մի հատ դիվ վերև, նա պետք մի հատ ներքևն է, պետք մի հատ ֆութերս տե, մի հատ հեդերս տե, մի հատ մեյնս տե կունենա, մի հատ սենս կունենա, չէ՞։ Այսինքն տես դու ամեն ինչը պլանավորում ես։ Դա նույնն էլ ձեր մտքում կատարվել է, երբ որ դու կոմպոնենտներ ես արկել։ Երբ որ դու գծես կոմպոնենտները ու ինչ-որ սերվիս, ինչ-որ բան ֆունկցիա ուզենաս սարքես, դա պայտակ ճտալու է, ասում ես, ալա մի րոպե, սես բան, ընդե կար։ Տղեկ, էլ դե հարց չի։ Եթե երկրորդ տեղը Google ջան, դու հիշում ես, որ երկրորդ գոնե երկրորդ տեղ կա, որտեղ է տանտերը օգտագործում, всё, գնա սերվիս սարքել, մի մտածեք ուղղությամբ։ Հա? Ինչով են օգնում սերվիսները, որ այդ սերվիսները այդ աշխատանքը վերցնում են իրենց վրա։ Սերվիս կոչվածը տղեկ ջան, նույն կլասն է։ Հա? Ինչ էր անում կլասը տիկ ջան։ Հիշում ես, օրինակ table class էիք սարքում։ Table class-ը ինչ էր անում, ախպեր, երիք այն մի հատ պարամետր էր տալի, օրինակ ինչ-որ մի բան, չէ՞ միջում, endpoint էինք տալի, դորի ինչ էինք տալի, չէ՞։ Ինքը արդեն սա table-ը նկարվել էր։ Վալա ջան, դե դասը հիշում ես։ Որ ցելի class-ը տախպիր մի հատ եկա ֆունկցիոնալ էր եկալու իր վրա։ Ինչն էր իր կայֆը, տղեկ։ Այդ class-ից կարա ես մի քանի անգամ նյու անեի, մի քանի հատ այդ table-ից կունենայի։ Հրաշք չի, բա ինչ այ։ Կայֆը որն էր, որ ախպերս այդ կոմպոնենտը, այդ class-ը ինքը իր մեջ սկսում էր իր գործը, ինքը իր մեջ բրծնում ախպեր։ Ոչ էլ դուսը փոփոխականում էր դիք, ոչ մի զզվելի թափրծված բան չուներ ախպեր այդ մարդը։ Այսինքն որ խնդիրը ելնի կիմանաս այդ սերվիսից։ Հիմի երկրորդ լավը ասեմ, Վալեր ջան, հիմի արեք լավ։ Գնանք մի հատ սերվիս սարքենք, տղեկ ջան, սովորաբար սերվիսը պարտադիր պետք է ունենաս մի հատ սերվիսից պապկա, բայց մենք հիմա դատար կա նայեք տղեկ մոտս։ Ոչ սերվիսից պապկա ունեմ, ոչ մի բան էլ չունեմ։ Գնում եմ տերմինալ, գրում եմ ng generated է գրում եմ j, service-ը գրում եմ s, բացի ինչ է։ Հա։ Պապկյանը service-ից, չէ՞։ Service-ից, ահա։ Եկեք օրինակ գրեմ helper։ Օգնական service-ը։ Ահա։ Ասեմ, տայք։ Այսի չենջում ենք, որտեղ բաղրադի բան է, այդ սպեց TS-ները տայք, միշտ կարակ ջնջեք։ Հա, դուք եմ սարքեք։ Ոչինչ, թող helper service-ի մեջ սարքի։ Պապկեն տղեկ, եթե կա ինքա իգնոր անել, չի սարքելու նորը։ Բայց ես ձեզ խոսք եմ տալու, մենք Angular-ը ավելի արագ ենք անցնելու, քան
Թեմաները որ նայում եմ, զգում եմ, որ կոպիտ ասած մեծ մասը արդեն անցանք է։ Այս միացան ոսկե սերվիսները որ բան Նա այդ ինչ է։ փոքր բանացում Չէ, երբ որ հա երկրորդ գիտես օրինակ որ ինչ-որ կոմպոնենտում ուրիշ նայ կոմպոնենտը կլասա չէ վալոր սովորական մի հատ կլասա էս կներկես սերվիսի բաս կլասա չէ տիկ եթե դու կլասում մեթոդ գրես ուրիշ կոմպոնենտ չի տենալու չէ Գուրգեն ջան այդ մեթոդը չէ կոմպոնենտը էքսպորտ անելու ալբամը եթե դու ինձ կոմպոնենտը էքսպորտ անել դու շատ դժվար ես օգտագործելու իմ կոմպոնենտի մեջի ֆունկցիան լիքը նյուանսներ կա որ դու պետք է անես այդ ամեն ինչի եւ այլն, հա որպեսզի տղեկ ջան ես այդ մեթոդը չգրեմ օրինակի համար test կոմպոնենտում հետո test 1-ը չկարողանա օգտագործի էդի իրան էլ էր պետք է ախպեր Չէ, տղեկ, այս էքսպորտը մենակ քո կոմպի, այս լոկալ ֆայլերի ներսում է կատարվում, ուղղակի, հա, ինքը ոչ մի տենց հատուկ, ինքը զուտ նրա համար է, որ թույլ տա, որ այս ֆայլը կեն ֆայլի մեջ, օքեյ, հիմա, նայ, գնացի սերվիս, ինչա նշանակում այս ռութը, տղեկ ջան, ինչ-որ միտեղ հա, նայ, բայց ոնց է այս ամեն ինչը կատարվում, հիմա պրովայդինը նշանակում է հետևյալը, ռութը ճիշտ է Գուրգենյան, սա կարողանալու են օգտագործել, որտեղ ինքը ամենաբարձր տեղն է նստած, տղեկ ռութ ոնց որ ասես կռիշի, տղեկ ջան, այս անտերը նստած է կռիշի, նախպեր, լյուբոյին տենում, ավժիտ կներեք, լյուբոյին է իրան տենում, ոնց էր գլոբալ փոփոխականը, չէ որ գլոբալ փոփոխականը բոլորը տենում են, չէ, նույնն է լննու է տղեկ ջան, գլոբալ փոփոխականի պես է սերվիզը, ինչի, որտեղ տվել ենք վալեր ջան, provide in-ը root, provide in նշանակում ախպեր, ում սպասարկել, թարգման եք այդ բարը, որ հեշտ է, ասում ախպեր, որտեղ սպասարկեմ, ասում ամբողջ տարածքը, հա, ոնց է, չէ, կա ինտերնետ պրովայդերներ տղեկ, եկեք այս բարերը այդքան մի բարդացրեք ձեր համար, էլի դուք ամեն օր այս բարերը լսել եք, ինտերնետ պրովայդեր, չգիտեմ, ես իմիշ պրովայդեր, չէ, այսքան այդ բարը որպես այդպեսին ձեզ ծանոթ է տղեկ, այսքան երբ որ ասում եմ պրովայդին, այդ նշանակում է որտեղ ես ծառայություն մատուցեմ, որտեղ սպասարկեմ, ասում եմ եղբայր ամբողջ տարածքում, ասում եմ որ տարածքում, ասում եմ պրոյեկտի տարածքում, եղբայր, այս APP-ի ամբողջ ներսում Գուրգեն ջան, այսինքն Վալեր ջան, այս ամբողջ APP-ի մեջ ինչքան կոմպոնենտ ու ինչքան ու ինչ ասես, ինչ ով ուզում է լինի, ինչ կա, չկա, դու պետք է սավին սպասարկես։ Տղեկ, ինչա նշանակում սպասարկել։ Որ ռեստորանը չի գնում դռներ դուր ասում ախպեր ինչա քեզի պետք։ Այավես։ Կոմպոնենտը պետք է գնա այս սերվիսին դիմի, իր մեթոդը օգտագործի, վալա ջան, ոչ թե սերվիսը ընկնի, ասի ախպեր ձեզ ես բան բորդոյ գույնիներ պետք է, չէ՞։ Հիմա դրա համար տղեկ, պետք է միշտ զուտ հասկանաս, թե այդ սերվիսը ինչի համար է պետք։ Տղեկ, օրինակի համար եմ ասում։ Եթե զգում եք օրինակի համար դա մի երկու տեղ է պետք չի իրան root մակարդակի սարքել։ Հա? Կամ եթե օրինակի համար ստե փոփոխականներ ես պահելու Գուրգեն ջան։ Հա? Որ երկրորդ անգամ չես ուզում դա երկրորդ օգտագործողը չես ուզում տենա։ Այապես դու էլի 0 պետք է տաս։ Հիմա ինչի պետք է 0 տան Գուրգեն ջան, որտեղ 0-ը նշանակում է որ ինքը սարքելու է կանչել դեռ աշխատի։ Այապես չեք կանչում, չէ։ Ապես։ Հիմա ի՞նչ է նշանակում կլասը աշխատել, չաշխատել, հա? Եկեք այդ էլ նա հասկանանք։ Տղեկ, հիշում եք մեր այն վաղ պետք է գրենք new helper service։ Հա? Հիշում եք այս մոմենտը։ Տղեկ, Angular-ում մենք չենք գրում new helper service, մենք այդպես անգլերենի դասատու կար, չի ասում անգլերենը, մենք չենք ասում։ Հիմա մենք չենք գրում new helper service։ Ինչի չենք գրում, տղեկ ջան, որովհետև տիկ Angular-ը մեր փոխարեն դառնում է։ Հիմա ցույց կտամ ինչ ձևով անում, հա? Գուրգեն ջան, ինքը երբ որ քո կոդը սկսում է կարդալ, տղեկ, այն որ գրում եք ng-server, ինքը է սա վերցանում, կարդում, տենում է որ ինչ է սարել, ոնց է սարել, provide-ինը ինչ է տվել եւ այլն, ու դե արդեն ամեն ինչ սարքում է։ Վալեր ջան, ի՞նչ է նշանակում provide-ինը root։ Այդ նշանակում է ընդհանրապես մի բան։ Երբ որ Angular-ը գա, կարդա Գուրգեն ջան, քո այս կլասը, այսի կներեք, այս աղջուց սերվիզը, injectable-ը,
ինքը տենալու է որ injectable class կա ստեղ, նայելու է որտեղ պետք է provide-ել։ Եթե տեսավ root, Գուրգեն ջան, գիտես ինչ անելու։ Մի անգամ էս տղեկ գլոբալ փոփոխականների մեջ, այսինքն ոնց ենք չէ՞ մենք գլոբալ փոփոխական սարքում, պրոստը գնում ենք այն ամենագլխավոր JS-ի մեջ, խոսքից տեղ։ Հա? Ամենագլխավոր JS-ի մեջ գնում էր ախպերս, գնում էր constant helper service-ը, չէ՞, խոսքի։ Հավասար է new helper service, օրինակ էլի։ Կամ constant helper-ը լավ եկեք sense գրեմ որ նույն փոփոխական չէ։ New helper service։ Բալո ջան, պետք է սարքես, չէ՞ որ օգտագործես։ Մենք խո գիտենք որ կլասը պրոստը չես կարա սարքես ու բրծնես։ Էսի պրոստը շաբլոն ախպեր, էս ինչ։ Եթե դու սրան կյանք չտաս, դու չասես որ ստեղծում եմ քեզանից։ Ինչպես user-ներ էիք սարքում։ Սովորական օբյեկտները փոխարինում ենք սրա։ Դու ամեն անգամ գնում ես ասում ես new սրանից ախպեր։ Նորը սարքի, ես քեզի շաբլոն եմ տալի, ասում եմ եղբայր, ինձ սրանից իսկականը դու։ Հիմի նույնն էլ ստեղ է տալի։ Դու ոնց պետք է ինչ-որ կոմպոնենտում կանչես Գուրգեն ջան այդ կլասը ու օգտագործես, եթե դու դրանից չես սարքի եղբայր։ Բայց Angular-ը այդ մասին հոգում այլ պետք չի դու ինչ-որ միտեղ գնաս ասես new արա սրանից։ Ստեղծում է։ Այո, ինչի հիման վրա է ստեղծում, տայք, եկեք այս հեքիաթներ կոդրենք նորացնենք առաջ։ Ստե հեքիաթներ գոյություն չունի։ Երբ որ Angular-ը ես գրում եմ ng-serve, տայք, մինչև run-ելնելը հելնա, հեսա ղռոցան մնումա մեջ է, չէ՞, սենց հեսա մտածում է ես իմ ինչ անում, ահա, գնաս building։ Գիտես ինչ անում, վալո ջան ես building-ի ընթացքում։ Այն ինչ որ նոր էի նկարագրում։ Ինքը գնաց տղեկ, ման եկավ իմ սաղ այդ injectable service-ները գտավ, Google-ջում։ Նա ես տեսավ մեջը ինչ ա գրած root, ասեց ախպեր, հələ մի րոպե, եթե էսի root-ա ուզում, կայնի հենց հմի այն գլխուց։ Ես տանեմ էսի որպես գլոբալ փոփոխական հայտարարեմ։ Տալև ջան, այս մարդը որ տանում ա որպես գլոբալ փոփոխական հայտարարում ա, Всё, եղբայր, դու որ ֆունկցիայի մեջից է կանչես, որ կոմպոնենտի մեջից է կանչես, իրան բոլորը տենում են տղեկ։ Չէ՞, Վալեր ջան։ Այսինքն տղեկ, տեսեք, այդ փոփոխականների տեսանելիության տիրույթը մեզի անընդհատ հետապնդում է, դες չի ինքը գնաց կորա։ Հա, պրոստը տիկ ջան, հա, մի պապկեքի բանուններն ա փոխվել, մեջը ինչ-որ շնիկ մնիկ ա ավելցել, բա մի քիչ ավելի կլաս մլաս, բա թիծիզ մոդայի մեջ են գնգել, բայց իտոգում սա գաղափարը նույնն է։ Այսինքն եթե այս թիծիզությունները դնեմ մի կողմ, տղեկ, լրիվ նույն բանն ա կատարում ինչ-որ այն ժամանակ։ Կա էլի գլոբալ փոփոխական հասկացողություն, որ բոլորը տենալու են, կա էլի կլասի ներս, կոմպոնենտի ներս, ֆունկցիայի ներս եւ այլն այդ ամեն ինչը մնացել է։ Լավ։ Գուրգեն ջան, քանի որ մենք գիտենք, որ ինքը provide-in-ը root-ը հենց տեսավ դա է անելու ու ես կառնալու եմ լյուբոյ կոմպոնենտից հեշտ օգտագործեմ։ Լավ, տղեկ, խոսում ենք, եկեք գնանք կոնկրետ էսի։ Հիմա ենթադրենք, մի հատ մեթոդ եմ սարքում մեջը public Կարող եմ միշտ բառը սխալ եմ գրել, չգիտեմ ոնց է գրվում այս։ Այդ որ ֆունկցիան բան չի վերադարձնում, այդ ինչ ֆունկցիա է։ Այսինքն ինչ է իր type-ը, void։ Միշտ գրում ենք, հա։ Էսի չմոռանանք։ Void-ը կարևոր է տղեկ, որպեսզի հետագայում քեզ էլ հասկանալի լինի, թե այդ ֆունկցիայից ինչ սպասես։ Եթե ախպեր չեն դու այդ ֆունկցիան կանչես ու բան Ահա, всё, գրել ենք։ Գնացինք տղեկ, ուրեմն ինչի գրեցի public բառը։ Ահա, մի րոպե։ Այսինքն ես public բառով կարամ թույլ տամ կամ չտամ այս մեթոդին հասնելու համար։ Այսինքն Գուրգեն ջան, այն փաստը, որ դու իմ helper service-ին հասանելիություն ունես, դա չի նշանակում, որ դու սաղ մեթոդներին կարաս կառչես։ Աբլես։ Ուրեմն տղեկ, փորձի համար եկեք մի հատ ստե public գրենք, մի հատ է private, հա, Վալեր ջան։ Private անունը դնեմ ոչ թե calculate commission, այլ գախնի, կամ չգիտեմ, hidden commission։ Խոսք։
եկեք լավ ախպերս, calculate commission-ի մեջ մի երկու հատ թիվ սպասենք, A թիվը number, չէ, տեսեք տղեք, արդեն ստե միշտ պտի նշես ինչ է սպասում, ու էսի number, return կանի, տղեք ճան, խոսքի բազմապատկած բերով, էսի վապշի կարևոր չէ, բայք վենարը, ինչ պտի վերադարձտում, number, անգամ բեր, ախպերս, գումարած ինչ-որ մերած երկու ամբողջինք, հեյ, միտքը ես չի էլ եսի կարակ չի, Hidden commission-ը տղեք ճան, պրոստը թող կոնսոլ անի ինչ-որ, կամ եկեք սենց հանեմ, հայ hidden commission-ը, եկեք ես թիվը, թող վերադարձնի եսի, այսինքն նայեք, տղեք, ես կարամ իմ սերվիզի մեջ, մի մեթոդը կանչեմ մյուսի մեջ, չէ, ոնց որ table-ի դեպքում էինք անում են, table service-ը իշում ես վալոր ճան, table class-ը, Հատ ունեի խոսքի draw բան, ֆունկցիա, հետիվ կանչում եմ մյուս մեթոդների մեջ։ Համին գուրգեն ջան, ես սարքել եմ private, սրա մեջ կգրեմ, այս էլի void-ը պետք է փոխենք number-ով։ Աստեղ տղեկ ջան, ես return կանեմ արդեն 2.5 թիվը, հա, խոսքի։ Ու այս 2.5-ի տեղ կգրեմ DC, իրեն commission։ Ինչ կանի գուրգեն ջան, անգ բազմապատկի բերով կգումարի էսի կանչած, էսի որ կանչած գուրգեն ջան, ինքը ստանալու 2.5 թիվի, չէ։ Սա։ Ինչի է private, սա, որտեղ տղեկ ջան, սա ներքին օգտագործման համար է դիք։ Գիտես ինչ էին գնում private-ը։ Դա կարա ինչ-որ ծրագրավորող ուղղակի գուրգեն ջան, եթե տենա չի կարող էսի օգտագործի, գա այս դեմից private-ը ջնջի անի։ Կայֆը ինչն է, որ դու դաժե կարդալուց կոդը հասկանում ես, որ պետք չի սա բացել, հա։ Այսինքն դու հասկանում ես, որ սա Վալեր ջան, ներքին օգտագործման համար է, տղեկ ելի եմ ասում, կլասը կարելի է, տղեկ մի նես չի որ ծրագրավորողը ծրագրավորողից գաղտնի պայելու համար է, տղեկ կոդը կբացեմ կնայեմ ինչ անգերած, պետք եղավ կջնջեմ private-ները, բայց սա արվում է ոչ թե ախպեր այդ նանգլիավարի մտնել մեկը մյուսի կոդը ջնջել փոխել եւ այլն, չէ, պրոստը որ մեկը մյուսին հուշի, տես հասարակ բառը Յուրգեն ջան private, բայց այդ հասարակ բառը արդեն հուշում է տղեկ, որ սա ներքին օգտագործման ֆունկցիա է ախպեր, մի ձեր դուր ընկեր Մի բան կա էլ, որ են նախորդ մարդը գրել է private-ը։ Որտև տղեկ, երբեմն ելնում է միամիտ են կանչում, առնած հասկանալու են կանչում, չեն ջոգում, որ էսի չպետք է կանչեին ախպեր խոսքի էլ, լիքը տենց հարցեր կա էլ։ Գնացինք տղեկ, APP component TS-ում գնանք, ուղղակի գրեք constructor, տղեկ, եթե չլինի constructor-ը, Angular-ում սերվիսները չեն կարող օգտագործվել։ Դայ, քանի որ ըստեղ այդ շատ պրիմիտիվ ձևով չէ այդ փոփոխականների տեսաներությունը եւ այլն, հա, ըստեղ կոչվում է injection։ Երբ որ դու Վալեր ջան, քո կոմպոնենտից ուզում ես ինչ որ սերվիս բերես, որ օգտագործես, տղեկ ջան, ուй, տղեկ, իմանալով հանդերձ։ Հələ import-ին հասնենք ես, հələ սպասեք։ Դու որպեսզի կարողանաս օգտագործես ինչ որ նմանատիպ սերվիս, որը ենթադրենք root մակարդակի, հա, կամ ինչ-որ միտեղ, կարևոր չի, եթե root մակարդակի էլ չլինի, դու պարտավոր ես սա անես, հա, ինչ անում Angular-ը, ինչ-որ TNT համար ստեղծել է, չէ, այդ կլասը, դու չգիտես, տղեկ, դուք չգիտեք, թե այս կոմպոնենտում ինքը ինչ TNT համար է սարքել, չէ, ինչ է անում Վալեր ջան, գրում եմ private, հա, գրում ենք private, helper service, փոքրատ առողջն Վերջակետ, helper service, ավտոմատ import անում, պետք է չի կանում։ Բայց բացի այդ տղեկ, հələ մենք պետք է հասկանանք ինչ կատարվող ստե, yani ես ինչ արի որ։ Helper service-ի Տղեկ, սա հատուկ process է, սա հատուկ process է, որը որ կոչվում է injection, սրսկում։ Ես տղեկ, Angular-ին խնդրեցի այս տողով, այս կախարդական բառով, Վալեր։ Այս մի կախարդական տողով։ Դիգանում նա helper service get
calculator commission run է։ Հա, բայց հələ մի հատ մինչև այդ մեթոդները օգտագործելն եմ ուզում հասկանալ, էլ, այսինքն մինչև այդ մեթոդները օգտագործելը լավ ինչ կատարվում։ Տղեկ ջան, ուրեմն այս միտողով այս մեր կոմպոնենտը Angular-ին բառացիորեն հասկացրեց, որ եղբայր չգիտեմ որտեղ է քո սերվիսը, Գուրգեն, ասում չգիտեմ, տղավարի ասում չգիտեմ որտեղ ես պահել, ինչ փոփոխականի տակ ես պահել, անունը ինչ ես դրել, ասում եղբայր, որ խնդրեմ այս սերվիսը կտաս ինձ։ Հարգարժան եղբայրը ասում է, ախպերս, ինչի չեմ տա։ Ու ինչ որ օրինակ եմ ասում, մատ բացը դրեք կանչինք տղեկ։ Եկեք օրինակ մատ բացն սարքեմ։ Вообще իմ համար ռազիցա չկա։ Ենքան որ այս կոմպոնենտներ ձեռիս տակ էլ։ Կալկ օրինակ, մատ սենց հավայի մեր բանգերի։ Տղեկ ջան, եթե դու սերվիզում կներես կոմպոնենտում սա գրեք public-ի տեղ ուրիշ բան, public կալք, տայք եկեք սովորություն սարքենք, միշտ դեմը գրենք public, հա? Մի րոպե պատմես եք Բաջան, բաթենը սուտ կալք, ենքան որ Տեկալ, իրականում, երբ որ դուք մեթոդի դեմը բան չեք գրում բացարվել, ինքը պարևոն public։ Բայց, որպեսի կոկիկ պահենք մեր կոդը, կոկիկության հարցերուց ենք, դրա համար մենք միշտ կփորձենք, Վալերջան, պահենք այդ կանոնը։ Գերենք էլի մի հատ public բառը, եղած մի բան չէ, սիրուն կել։ Public կալկը void է, տղեկ իրոք ես մեկը void է։ Ասենք DC helper service get տղեկ նայեք հասարակ բան դաժը ռեդակտորը որ գրում ես get բերում ամենակ calculate commission-ը դի private-ը չբերեց չէ Գուրգեն ջան Всё, այսինքն նայ Վալեր ջան, դաժե ինքը քեզ ավտոմատ հուշում է, որ բրատ ուզես ես կանչել։ Այո, հենց դա, դες ինքը արդեն քեզ ասում է, եղբայր դու սրանից բացի ուրիշ բան չես կարող։ Հաջա։ Անոտ կոնսոլ լոգի մեջ տղեմ, այսինքն։ Հա, երկուսնույնն է։ Կամ չունի, դեռ ենքավորտի բերեք։ И исправим нас вообще интересно чем. Հաջա։ Ինչ ես ուզում երևի։ Ահա, այս բանիկարն է բա։ Ինչ եմ գրել, տղեկ, դիտեմ մի բան բացեմ ծովը, չէ։ Բալեր ջան, մեր հետ գրելով ես գալի, թե պրոստը նայում ես։ Okay. Այս ինչ է սխալարը։ Դե C եմ թողել։ Նայեք, տղեկ ջան, գնացինք։ Կալկից սխմեմ 8.5, եսի հետ։ Այսքան տղեկ ինչ արեցի ես հենց նոր։ Օգտագործեցի ինչ որ կարակ սենց տղեկ, մեզ սենց արտահայտություն նույնիսկ թույլ տան գլոբալ սերվիսի մի հատ մեթոդ։ Գուրգեն ջան, գիտես սրա կայֆը որն է, որ այդ սերվիսը ամեն անգամ նյու չի։ Մի անգամ սարքվել է նյու ու օգտագործվում է անընդհատ։ Այսինքն նա իր բանն է, որ ասում է եղբայր, ես օբշի եմ։ Հա? Ոնց է օրինակ ամեն զանգելուց թազա ռեստորան չեմ սարքում։ Չէ, որ զանգում ես կաֆե կամ ռեստորան, ամեն անգամ թազա ռեստորան չես սարքում։ Դու ուղղակի զանգում ես օգտագործում ես իր մեթոդները, ենթադրենք առաքում կամ ես կգամ կվերցնեմ, դրանք տարբեր մեթոդներ են, չէ՞։ Վալեր ջան, որպեսի
ավելի պարզ ու հասկանալի լինի, եկեք սենց բացացրու։ Եթե ես գերեմ սերվիզի մեջ տվեք չէ root-նալ, գիտեք ինչ կկատարվի։ Error։ Այս բան չի բերին որն է, լստեն է։ Error-ներ եք ստանալու, գիտեք ինչ ասում։ Ասում է դու օգտագործել ես այդ մեթոդը, որը չկա, չի Ինքը հələ մեթոդին է չի հասնում։ Գիտես, այ մոտ ճիշտ ես, մոտ ես շատ։ Գիտես ինչ ասում, ասում է եղբայր, helper service գոյություն չունի։ Ասում եմ այդ ոնց։ Գրել եմ service բան, provide, inject բան։ Ասում եմ եղբայր գիժես դու։ Ասում եմ service-ը դες գոյություն չունի։ Ասում եմ ոնց։ Ասում եմ նայ եղբայր, երբ որ դու root էի գրում, ես էդի մի անգամ նյու էի անում գլոբալ փոփոխական էի սարքում, քո կայքերով օգտագործում էի եղբայր, որ խաբարեի ոնց է լավ, ինչ է լավ, ոչ մի բանի մեջ չկա։ Ասում եմ, հենց դու տալիս ես root Վալերժան, ասում եմ եղբայր, ես մի հատ ամենավերևում գլոբալ փոփոխականը սարքում եմ, ու всё, քեզից հասնում է այս մի չխմած տողը, դու օգտագործում ես։ Ասում լավ է, չէ՞, ասում հա։ Ասում եմ եղբայր, բա լավ, ասում եմ մինաց այս խնդիրը չեմ ուզում որ գլոբալը։ Ասում եմ ախպերս եթե դու չես ուզում որ ես էդի մի անգամ սարքեմ Վալերջան։ Հա, ասում եմ եթե չես ուզում որ մի հատ սարքեմ օփշի բոլորի համար, այլ ուզում ես ամեն անգամ քո թազեն սարքեմ, քո համար թափ թազեն բերեմ դնեմ մոտը։ Տուր 0։ Ջոգիրտի։ Ասում եմ եղբայր, բայց երբ որ դու 0 տաս, ուրեմն դու անձամբ պետք է գնաս քո մոտ ասես, որ ընձնից ուզում ես սարքես։ Նայեք, երբ որ root էինք տալի, Angular-ը մեր փոխարեն root-ի դեպքում, գնում մի հատ օփշի գլոբալ փոփոխականում մի հատ մեծ սերվիս սարքում էր։ Եղբայր մի անգամ էր էդի new ելնում։ Այդ մի անգամը սարքում էր, սաղ օգտագործում էին, առանց կուրսի լինելու вообще ինչ կատարվալ, ոնց է լավ։ Գերում էին ընդ inject էին անում, inject-ը սրսկելն էր տվեք, հա։ Կամ եկեք սենց ասեմ, խնդրում ա վերևից, որ մեկը տա իրան էդ։ Angular-ը տալու է բալիբոմ։ Այսինքն այս սաղ կոմպոնենտները բանից բերխաբար root ինչքան սերվիս եղավ, հա հանգիստ օգտագործել են տվեք, առանց բանից ինչ-որ բան անել։ Բայց տվեք ջան, երբեմն ես չեմ ուզում եղբայր, որ իմ սերվիսը լինի բոլորի համար։ Գուրգեն ջան, կներես կոպիտ ասած, ես եմ ախպեր այդ հարուստ մարդ եմ, իմ համար կաֆե եմ բացել, որ էդի պետք է աշխատի, մենակ իմ համար ախպեր։ Ես այդ դեպքում պետք է տամ 0 ախպեր, ինքը իրավունք չունի բոլորին սպասարկի։ Չէ, սրանց ձեր չեք տալի ես, մեթոդներին այս կլասին չեմ կպնում, Գուրգեն ջան, հաջա։ Չէ, դի նույնն է մնում էլի։ Ահա, այ ապիս, ինչա փոխվում կոմպոնենտի կյանքում, տղեկ։ Հիմի ասում է, չէ՞ որ կոմպոնենտ ջան, դու արդեն ինքդ պետք է գնաս, ասես թե որ ինձանից ուզում ես սարքես։ Չենք անում, այդպես չենք անում։ Նայեք, helper service-ը էսի թողում ենք Գուրգեն ջան, ստե вообще բան չի փոխ։ Հելնում ենք այս կոմպոնենտի настройки-ի մեջ, տղեկ։ Գնացինք կոմպոնենտի настройки-ի օբյեկտ, չէ՞, տիկ ջան, այս օբյեկտ ենք գնում։ Ասում ենք եղբայր, providers, տղեկ ծանոթ բառ է։ Ստե գրած է provide-ին, ստե գրած է providers։ Հեշտ է գլխի գնել է։ Գալիս եմ ստե տղեկ ջան, պրոստը ասում եմ helper service։ Всё։ Գիտես ինչ կատարվող Գուրգեն ջան։ Всё, տղեկ, հենց app կոմպոնենտը ստեղծվի, իր հետ հավասար Վալերջան, մի հատ է helper service կստեղծվի։ Բայց գիտես որտե է այսի տեսանելի լինելու։ Մենակ app կոմպոնենտի համար։ Ուրիշ ոչ մի կոմպոնենտ չի տնա։ Ուրիշ կոմպոնենտում եթե այս նույն բանը providers-ում նշես, իր համար էլ թազենք սարքվի։ Տղեկ, այսինքն եթե դուք հանկարծ providers-ի մեջ սերվիսի անուն եք գրում Վալերջան, այդ նշանակում է որ դու ստիպեցիր Angular-ին, որ գնա այդ կլասից թափ թազեն սարքի։ Թափ թազեն։ Դու գրում ես root ուստե provider Արի փորձենք Գուրգեն ջան։ անում թե բանանում էլի սարքում։ Էլի սարքելու է։ Իմ իմանալով։ Պետք է որ խնդիր չկա, չէ։ Ինքը բալիբոմ նորից է գնալու սարքի։ Որտեղ տղեկ եթե ինչ-որ մի բանի provider ես տալիս է, օքեյ։ Շնայց կարող է
Մի վարքյան լավ հարց ես տալի, գիտես, լավ հետաքրքիր հարցեր է։ Կարելի է մտածել։ Եթե չեմ սխալվում, պետք է նորից սարքի տվեք, բայց մենք կնայենք ասում էլի։ Ոչինչ, բայց դեռ չի սարքում։ Թե նորի ժամանակ է դու գալի, ու դեռ սարքում։ Դե նոլը մի քիչ ուրիշ է, նոլը գոյ, տեսեք ինչ եմ հիմա կասկածում եթե բացատրեմ, էլի, որովհետև root-ը երբ որ գնում ես, ինքը 100% գոյություն ունի։ Հա, ինքը արդեն կոպիտ ասած արդեն կա դրանից։ Բայց Վալեր ջան, երբ որ 0 եմ գրում, այդ նշանակում է, որ իրանից հաստատ ոչ մեկ չի սարքել։ Նոր, եթե դու հատուկ չես նշում, էլի։ Այսինքն տղեկ ինչ է կատարում, եթե ես այստեղ 0 եմ, ինչի եմ կասկածում Գուրգեն ջան, որովհետև 0-ը իրոք գոյություն չունի։ Ու եթե գալիս եմ provider-ում նշում եմ, նոր սարքում է եղբայր, ուրիշ տարբերակ չունի։ Բայց այնտե որ root-ը տված, այսինքն ինքը գոյություն ունի, կարող է անտեսի, էսի էլի, հա? Կարող է այստեղ որ գրել եմ helper service providers-ից մեջ տղեկ ջան, գնա անտեսի ասի եղբայր, ծր կա արդեն էլի։ Բայց այդ մասը հələ կնայեմ կասեմ դեզ ավելի կոնկրետ, որ սխալ ինֆորմացիա չտամ, հա? Okay. Տղեկ ջան, private մեթոդը ես այստեղ չեմ կարող կանչեմ, չէ՞, helper service-ի մեջից ուրիշ բան ես իրավունք չունեմ կանչելու, ուրիշ ձև չունեմ։ Այսինքն, Վալեր ջան, պետք է միշտ հիշենք, եթե դուք service-ը եկեք երկու կիրառման ձև սովորենք, հա? Կամ 0 եք տալի, կամ root եք տալի տղեկ։ Ունի էլի, any կոնկրետ կարող ստեպ կոմպոնենտ նշեմ, խոսքի չգիտեմ, app կոմպոնենտ։ Հա ջան։ Հա, բայց տենց նի է, պետք չի։ Տղեկ ջան, provider, տես injectable ինչ է նշանակում տղեկ, inject բառը էդի այնա, որ ասում է եղբայր, ես որտե թողեմ է, որ էսի օգտագործեն, էլի, սենց այդ մտքով, էլի։ Ամփոփենք։ Եթե service-ի մեջ injectable բաժնում, հա, injectable decorator-ում, ես ինչ էր տղեկ, decorator չէր էսի, հա։ Injectable decorator-ում, եթե տվել եմ provide-ինը 0, այդ նշանակում է, որ այդ դրանից Angular ավտոմատ երբեք չի սարքելու տղեկ։ Երբ է սարքելու տիկ ջան։ Հա ջան, որ կոմպոնենտ ես ավլես, մինչև ես այստեղ providers-ում չտամ, չէ՞ Գուրգեն ջան։ Всё, Վալեր ջան, այս մասը չոտքի ջոգել ենք։ Դաժե ասեմ ավելին, տղեկ, հիշում եք որ մի հատ դաս կար դրա մեջ, անցած դասին բան արեցի, ֆորֆորացի է կոմպոնենտների վրա։ Եթե այտենց ֆորֆորամ կոմպոնենտների վրա, ունდես ես բան գրածում, 10 հատ կոմպոնենտ ֆրացի, 10 հատ սարքվավ մենից, 10 հատ այդ կլասից սարքվել է հետը։ Սերվիսից։ Ավտոմատ։ Եկեք փորձենք, որպեսզի ավելի ռեալ ասա։ Էսի պետք չի տղեկ, էսի ջնջում եմ ընթացել, կամ ցանկանա։ Տղեկ ջան, ուրեմն գալիս եմ այստեղ, սարքում մի հատ կոմպոնենտ։ Ну, չնայած կարելի չանենք, տերմինալով կսարքի էլի։ Հա ջան։ Վավաշի բան, սովորություն եմ, ng generate component, component-ի մեջ էլի մի հատ test սարքի, կյա, հոգենա, ձեր մոտ երևի կա էլինք։ Դեք, եսի դաժ կարակ չգրեք, եսի եսա ես հետևից ես ջնջել եմ։ Ուրեմն նայեք, տղեկ չէ։ Որ չենք կարող մի բան գրեմ, որ for-for-ա։ Համստ է, տղեկ, test կոմպոնենտը ես պետք է օգտագործեմ, այդ ինչա նշանակում Վալեր ջան, որ ես test կոմպոնենտը պետք է import անեմ։ Ինչ արի տղեկ ստե, Այդ ինչ կապ չունի, ես կարող եմ import անեմ չօգտագործեմ, ես չեմ էդում այն։ Հա, տակը գծել է ջանդամ, այդ ասմա չես օգտագործել։ Եսի հետ, չեսի ռեդակտորն անում, էլի։ Հիմա, գնանք app component HTML ու գրենք, տղեկ չա։ For end of array, հա։ Հալա, ով էր թե ին էր տղեկ։ Ով էր, չէ։ End of array
Դե չէ, կետից հետո ինչ պիտի գրեի։ Կարողա track by։ Track by n։ Track հա։ Track n։ Ինչի համար է այս track n-ը։ Ինչա։ Որ ասում էինք, որ թե այ ապրես փոփոխությունների ժամանակ նայեր դրան, էլի։ Եթե չէր փոխվեց հազա չնկարեր։ Հա, Վալեր ջան, այս track-ը նրա համար է, որպեսզի ինքը օպտիմալ նկարի։ Եթե ինչ որ կոպիտ ասած մի հատ թիվ չփոխեմ զանգվածի մեջ սաղ հազուց նկարի, էլի, գնա մենակ տոչիչնի էդի անի, էլի, օքեյ։ Օքեյ, տղեկ ջան, հիմա այն of reference-ին գիտակում ընձ այս n թիվը вообще պետք չի։ APP test, չէ՞։ Կանչեցի ինչ որ test component, տղեկ։ Test component-ի մեջ մաքսիմում այդ բար գրածել է, թող մնա։ Թող մնա, սա հետ կգնամ դեպի։ Դա։ Okay։ Տղեկ ջան, ունենք մի տեսեք մի 4-5 հատ խոսքի test component, 6 հատ test component ունենք։ Գնամ, այս նույնը copy անեմ, այս helper service-ի moment։ Հա տղեկ։ Մի ախտեր ես APP-ն օգտագործում է, չէ՞ Գուրգեն ջան։ Դե ախտեր ես ուզում եմ որ test-ն էլ օգտագործի։ Նուլ էի տվել։ Գնանք ստուգենք։ Services, helper service, նուլ է տված Գուրգեն ջան։ Import անենք, չէ՞։ Add import, հա։ Տղեկ հիմա ուզում եմ փորձեմ, կոնստրուկտորի մեջ կանչեմ this helper service get calculate commission։ Ու տամ 2 հատ թիվ, 3-4։ Չեմ ուզում ինա դու անեմ Գուրգեն ջան։ Սպասի։ Չէ, մի հատ բան կա ուզում եմ ստուգենք։ Նոր իրար հետ անցնենք առաջա։ Հենց ինա դու չեմ անում, էլի։ Դե չի ճիշտ ես։ Չէ, նա բերել է սա։ Հələ մի րոպե հասկնամ, տղեկ, մի տեսակ սա խախտվեց իրար։ Գրեցի տղեկ ջան, ինչ որ test component։ Միտեղ բան է սարել դու կներես։ Չէ։ Ասում է։ Այն լուդիկոր բերել է։ Հեսա կասեմ, չէ տղեկ, իրականում սրան լուրջ բացատրություն կա, հեսա ասեմ։ Ինա դու բերել եմ այս դեպքին, էլի։ Նայեք, տղեկ, provide-ինը նուլ է, չէ տված։ Այս component-ը, կլասը, մենակ provide-ը արած որտեղ։ APP-ում։ Դու APP-ի մեջն ես ցույցել քո բանը։ Component-ս որտեղ օգտագործեցի։ APP-ի մեջ։ Հա, ճոգի ինչ կատարվում։ Տղեկ, բատիկ, ֆունկցիայի մեջ որ օգտագործում։ Սրա վերևի փոփոխականներին տենալու է թե չէ։ Իտոգում, քանի որ ծնողը APP-ն չէր այս ապուշին օգտագործում։ Ստեղ։ Կարա վաղը մյուսօր տղեկ ջան, այս APP թեստին ուրիշ մեկը օգտագործի։ Կարա վաղը մյուսօր APP թեստը ինքը իրան օգտագործի։ Դրա համար պետք է դու նախորդ հասկանաս դի։ Եթե տղեկ ջան, դուք վստահ եք, որ այս անտեր APP թեստը դուք միշտ օգտագործելու եք որպես APP կոմպոնենտի ձակ, հա, սենց ասած ձակ, այսինքն իրա մեջ եք մենակ օգտագործել։ Տղեկ APP թեստի մեջ էլ provide-ին մի տվեք։ Որտեղ եթե այս ծնողը արդեն ունի այս սերվիզից, տվեք, պետք չի որ իրա ձակերն է ունեն։ Իրա ձակերը կարան օգտվեն վերևինի փոփոխականից։ Տես տիրույթները պատկերացրիք, չէ՞, կալորիկները գցեք ձեր ուղեղի մեջ։ Հա? Ավտոմատ վերցնում։ Տիկ ջան, ես իստից ռադ եմ անում։ Կամ ուզում ես, տիկ կարող դու վստահ չես, եղբայր որ այդ անտեր կոմպոնենտը Գուրգեն ջան, միշտ օգտագործվելու է բանում APP-ում։ Կարող ուրիշ տես ուզում կամ ուզում ես իրան առանձին օգտագործես, չէ՞։ Դրա համար Վալեր ջան, եթե տես դեպք ունես, առանց այս կոմենտով նայելու գալիս ես հենց քո կոմպոնենտի մեջ, տղեկ ջան։ Գնում ես providers, տալիս ես helper service։ Всё։ Այսինքն նայ Վալեր ջան, ինքը էլի նույն ձևի աշխատելու է ոչ մի փոփոխություն ըստ չեք տենա տղեկ ջան 6 անգամ նույն թիվը հաշվել է։ Մենակ ըստ մի հատիկ փոճուր նյուանս մնաց Վալեր ջան։ Եթե ես հիմա APP-ի մեջից ջնջեմ էլ, ինքը էլի աշխատելու է։ Այսի դեպ ջնջենք որ ես դերից վարարնիսը։ Всё։ APP կոմպոնենտը կուրսի էջի դաժե ով է helper service տղեկ ջան։
Դեք դες չի դու թեստի մեջ իմպորտ անես HPP-ն կարաս օգտագործես։ Ներողություն։ Վեց հատ նույն կոմպոնենտից 6 անգամ այդ կոմպոնենտը սարքել։ Ուզում ես վստահ լնես տիկ, որ այդ կոմպոնենտը կներես սերվիզը 6 անգամ սարքվել։ Նայ։ Բալեր ջան 0-ա չէ տված սերվիզում։ Ահա։ Բալեր պարզա չէ, ձեն չես անում։ Helper service-ը տղեկ ջան, քանի որ 0-ա ու ինքը իրանով չի սարքվելու երբեք, Angular-ը իրան չի սարքելու, ինքը հիմնվելու է իր տված provider-ներին։ Հիմա զգում եմ ինչ-որ test component, տվել եմ մեջը, որ provide, պետք է անես helper service։ Եղբայր, դու 800-ած սարքես այս կոմպոնենտից, թե 1400-ած սարքես, ամեն կոմպոնենտ իր կյանքով ապրում, տղեկ։ Այն անգամ օրինակով ցույց տվի, որ երբ որ ինչ-որ կոմպոնենտի մեջ նույնիսկ բանա փոխվում, կամ ինչ-որ մեկի հետ բանա փոխվում, թե տես չեմ հիշում ցույց տվի, թե չէ տեսնում։ Կողքի մյուսի հետ կապ չունի, տղեկ։ Ու ամեն կոմպոնենտ երբ որ նորից սարքվում է, նորից օգտագործվում է, ինքը իր կյանքով ապրում է։ Հա հասկացանք էտել է մարդ, այդ կոպիտ եմ ասում խոսքի, էտել է ինչ-որ ազգի մաս, հա, խոսքի, չգիտեմ, Կազումյանների ծերից է։ Ամեն դեպքում ախպեր ինքը իր կյանքով ապրող մարդ է։ Okay։ Helper service-ը, տղեկ ջան, helper service-ը import արած կներեք, provide արված test component։ Test component-ը այս պայդրությամբ հանդիսանում է APP-ի ձագը։ APP-ում բացարձակ խոսք չկա անգամ helper service-ի մասին, այսինքն test component-ը ինքը ինքնիշխան որպես այդպեսին աշխատում է ինքը իր համար։ Այսինքն ասում է եղբայր ինձ դասից ոչ մի բան պետք չի։ Ասում է service-ը պետք է ձի Գուրգեն ջան։ Ասում է ախպեր ես իմ service-ը provide կանեմ քո ինչ գործ։ Okay։ Ահա։ Որպեսի Դիկոն չի հավատում տղեկ, որ service ասում է ախպեր ձև չի ամեն անգամ տազեն սարք։ Գնում ենք կոնստրուկտորի մեջ, գնում ենք console log new։ Այսի որտեղ գրեցի helper service-ը։ Գուրգեն ջան, կոնստրուկտորը մենք գիտենք, որ մի անգամ աշխատում, չէ՞։ Բալեր ջան, եթե կոնստրուկտորը մի անգամ աշխատում, այսինքն ամեն կլաս սարքելուց կոնստրուկտորի new-ն տպելու է։ Քանի հատ new եք տենում։ Ինչքան որ կոմպոնենտ ունեք։ Տայք ամեն ձեր կոմպոնենտի համար մի հատ new եղավ։ Տայք սա լավ չի, չմտածեք, որ սա ավելի կայֆոտ է, չէ։ Դու այդքան հիշողությունը, JavaScript-ի բրաուզերի հիշողությունը այդքանով ծանրացրեցիր։ Բալեր ջան, օբյեկտ է, չէ, այդ անտեր կլասը։ Չէ որ կլասը մենք գիտենք, գնում դառնում է function constructor-ի մեջ այդ this-ը իտոգում մի հատ օբյեկտ էր։ Չէ։ Կարաս տիկ ջան, այս տարբերակով որ գաս հետ բերեմ, այս։ Տիկ ջան, հետ եմ բերում APP կոմպոնենտի մեջ helper service-ը։ Համաձայն եք։ Գնում եմ test կոմպոնենտի մեջից նորից ջնջում եմ այս provide-ի մեջից։ Քանի հատ արեց մի հատ new արեց, բայց մեթոդները սաղի համար աշխատեց։ Այս հա տիկ ջան, այդ ասացի լուծումը։ Հա? Այսինքն տղեկ, որոշում եք դուք։ Այսինքն դուք որպես ինժեներ պետք է հասկանաք, նախագծեք նախորդ։ Եղբայր, եթե ես այս սերվիզը կներեք, այս կոմպոնենտը օգտագործել եմ միշտ APP-ի շրջանակներում, արի ուրեմն այս սերվիզը, եթե ինձ պետք չի, որ ամեն անգամ ես new անեմ այդ կոմպոնենտի մեջ, եղբայր ուրեմն արի APP-ի մեջ իրան provide անեմ։ Տեսնեք, հասարակ արդեն file-ի հարց ալնելու այդ file։ File-ից, որ ես ախպեր, ես անտեր արի մի հատ APP-ի մեջ սարքեմ, պրծնեմ, եղբայր, ինչի ամեն անգամ այդ նույնը ժոկ բան սարքեմ։ Բալեր ջան, միանշանակ չի ասածս, ինչի միանշանակ չի, որտեղ դեպք կա, որ պատի հազասարքվի այդ սերվիզը տղեկ։ Այսինքն ինչքան էլ, որ դժվար լինի, ծանր լինի հիշողության համար եւ այլ, Գուրգեն ջան ստիպված եք դեպի տենցան, որտեղ չգիտեմ, այդ կլասում ինչ-որ բաներ կան, փոփոխականներ կան պահված եւ այլն, հազարումից զատ կա մեջը։ Այնպես պետք է անենք, որ դա նորից սարքվի, որտեղ չեմ ուզում, Գուրգեն ջան, այդ հինը մնա մյուսի համար։ Всё, նույն խնդիրը մենք ունեցանք տղեկ, երբ որ root-ի դեպքում էր։ Նույնը ասի ախպեր, կարող է այս root-ով բան եմ սարքում, բայց հետո զգում եմ, որ ախպեր մեջը փոփոխականներ կա, որ չեմ ուզում, որ մյուսի համար լի։ Դա եթե չեք ուզում, որ ձեր մի կոմպոնենտը մտնի փոփոխականի արժեքը ստե փոխի, օրինակի համար, օրինակը շատ բարձ է, պատկերացրեք ստե մի հատ ունեմ բան։ N-ը հավասար է 0 խոսքի։ Եղբայր կարող է այս ամեն ինչն էլ մի հատ բազմապատկում ես control-ի,
կամ գումարում ես այն, DC են, նայ Գուրգեն ջան, ինչ եմ գրում, գումարում ես DC են, հա, հիմա եթե տվեք 1980 նա տավար, մտնի ինչ-որ իր կոմպոնենտի մեջից, հա, բառի DC, helper, service-ի N-ը ինչ-որ մի պահի փոխի, կարքի իմ, տվեք, կամ APP-ն, նայ, APP-ն, էսի անում APP-ի մեջից, նայ, APP-ն աղբերը շև ծնելով գալիս է, երում աղբեր DC helper service-ի N-ը հավասար է 9, տվեք ես 0-ի տվեք, իմ կլասի մեջ, Չէ, եղբայր, քանի որ test կոմպոնենտը չունի իր սեփական սերվիզը, չէ, ինքը իր համար չի սարքում, տվեք չէ, Էս չէ շիննով է բազմապը գումարելու միշտ, Շո աղբեր APP փոխելա սակի համար էշիշ փոխ, ջոգիկ ինչա կատա, միշտա խնդիրը, որտեղ տիկ եթե քեզի պետք է որ քո փոփոխականները ամեն անգամ 0-ից ստեղծվեն, հա 0-ից կանչես ֆունկցիան տվեք, այդ նշանակում է որ Վալեր ջան դու պետք է այդ անտերը provide անես քո կոմպոնենտի մեջ, դու պետք է պարտադիր այդ անտեր սերվիսը 0 տված ելնես, որ ամեն անգամ կոպիտ ասած հասկացնես որ եղբայր ես քեզ օգտագործելուց միշտ նորն եմ կանչել, նորն եմ ստեղծել Դիկ օքեյ, եթե դու դեպք ունես, որ պետք է քեզ միշտ օգտագործել եղածը, հա հենա Գուրգեն ջան, արա։ Helper service-ը մի մակարդակ վերև դուր եղբայր։ Մնացածին թող պրոստը փոխանցի։ Պարզ է տվեք այս մասը։ Okay, okay։ Նամի, բայց Գուրգեն ջան, իրականում քո ասածը կանանք ստեղ ստուգեն, գիտես։ Այս նյով։ Ոսկի, նայ, մի տամ root ստեղ, չէ՞։ Ահա։ Ու գամստի APP-ի մեջ նորից provide անես։ Եթե երկու հատ նյու արես, դիկ այդ նշանակում է մի հատ անգուլարն է սարքե, մի հատ է բանը, ալուց չնես կարող անգուլարը, չէ, պետք է տենանք, անգուլարի սարքասն է պետք է որ տենանք, չէ, մի հատ նյու արես, չէ, աշկես իգնոր անում գուրգեն ջան, պրոստա այսքեն անտեսում անցնում է, չի սարքում էլ, տեսում, գնում քիթում է ասում է լավ չես, գործի, Այսինքն, եթե դու ուզում ես, որ այդ կոմպոնենտը ինչ-որ մի պահի նորից սարքվելու հարցը ունենաս ու նորից ինքը սարքվի, Վալեր ջան, ինչ պետք է տաս provide-ին ու Հա։ Ռուցը այն էր, որ ամբողջ պրոյեկտում մի հատ ալնում, դրանից ու անկրկնել։ 0, ապրես։ Որպեսի 0 օգտագործես, ինչ պետք է անես։ Մեմի սերվիզից տվել եմ provide-ինը 0, ուզում եմ օգտագործեմ։ Ոնց պետք է օգտագործեմ, Վալեր ջան։ Angular-ը գալու է տենա 0-ա չսարքի։ Ոնց պետք է անենք, Վալեր, provide-ինում, providers-ում։ Ապրես, որ providers-ում չավելցնես, առրհատ է դրանից կսարքվի քո համար։ Այս error-ից է ստանալու, այս քո սիրած error-ից, Ասում է, որ helper service գոյություն չունի եղբայր, ասում է, չէ կա դες բանը։ Okay։ Ահա, ստայք չան, այս էլ ձեր service կոչված է, իտոգու։ Հիմա եկեք մի հատ հասկանանք service-ը ինչի համար էր կիրառվում, տղեկ։ Service-ը նրա համար է, որ կիսենք ֆունկցիոնալներ կամ ստեղծենք ընդհանուր մի հատ համակարգ, ընդհանուր մի հատ service, որտեղ որ կունենանք լիքը մեթոդներ, լիքը գործողություններ, հա, որպեսզի նախ կրկնությունը կրճատենք, հա, կոդի կրկնությունը։ Այսինքն service-ում գրենք այնպես մեթոդներ, որ մի քանի տեղ օգտագործվելու է, կամ ամբողջ պրոյեկտի մակարդակով շատ տեղեր օգտագործվելու։ Մենակ կարևորը տղեկ ջան, root-ի ու null-ի պահը չմոռանաք, հա, ու լավ տպավորվի ձեր մոտ, որ հիշեք ինչն է տարբերությունը, հա։ Ես կարող եմ հիմա օրինակ ասացի, վաղ հարցնեմ չկարողանաք պատասխանել, որտեղ ինքը խուճուճ ու խառն է։ Այս պահը շատ անգուլարիստներ երկար տարիներ չեն հասկանում ինչա իտոգում կատարում, որտեղ երբեք չեն մտածում ուզում հասկանամ ինչ կարա կատարվի տեղել, բայց սա է հենց ըստեից է սկսում ամեն։ Դեռ բռնում են բարդակ սարքում են մի տեղ error են տենում, բերում provide են անում առանց հասկանալու։ Բայց դիք ջան, դու այս error-ը որ տենաս, էլ չես գնալու ապուշ թազա ինչ-որ հավայտեր provide անես, դա մտածելու ես ախպեր։ Հա, դա մտածելու ես, ասելու ես, արա կարող ես root պետք է մեր всё-таки։
Եթե root չպետք է կարող է ախպեր գնամ իրանց parent-ում տամ մի անգամ։ Որտեղ գիտես տիկ որ ամեն անգամ ինքը թազեն է տակից սարքելու եւ դու այդ ռիսկին չես գնա, իսկ մի հատ կմտածես թազում շոր կանես։ Արդյոք արժի Վալեր ջան այդ անտերը ըստ է պրովայդան էլ թե ավելի լավ է խոսքի չգիտեմ, ուրիշ է պրովայդան եք տակինների օգտագործել։ Okay։ Հիմա տվեք։ Եկեք մի հատ արդեն կարճ խնդիր լուծենք, որպեսզի այս ինչ որ խոսացինք, ասեցինք, այս ամեն ինչը ավելի ռեալ ստացվի, հա։ Տակ ջան, այս NG for-ը չգիտեմ, դուք գրել եք թե չէ, բայց չգիտեմ, էլի, այս for-ը պետք չի։ APP component-ից service-ը կջնջեմ հեսա provider-ածս, հա, ջնջեմ արդեն։ Պետք չի, պետք չի։ Տակ ջան, եկեք արագ մի հատ նորից, հա, թազա կոմպոնենտ եկեք սարքենք, list դնենք անունը պրոստը, կամ Հեսա ասեց նա, հեսա եկեք իմ հետ սարքելով գնանք, որ անունները ճիշտ գրելով գնանք, հա։ Ներես կուրգին։ Ադանակ շը եղբար։ Okay։ ng generate տղեկ չեմ, component, գրում ենք lesson list, մեջտեղի գծիկ list, on-ը, մեջտեղի գծիկ list, enter չատած, օժա component բարը չգրի դեպիս տղեկ, component-ի մեջ, ես սիրում եմ միշտ բան անել, Google չասես, component services, հա, որ միշտ տարբերվի ինքը։ Հա դրան օր է տնային մեջի ուզում ես սարքի, դու կարաս բրախես ես APP մակարդակի լեցես, պրոստա արդեն խարվելու ես կոմպոնենտը սերվիզի հետ, սերվիզը տել է նույն մակարդակի, կոմպոնենտը սերվիզը սերվիզ պատկի հա Ուզել ջան, որպեսի պատկերացնես կոմպոնենտների քանակությունը ինչքան է մեծանալու, առրած է դուտից էլ սերվիզից պատկին քշնելու ես էլ։ Այս կոմպոնենտ կապվեցում է, դե սարքի եղած ինչ։ Չէ, սպեցիալ։ Ադաժ կարծեմ նաստրոյկա կա, որ ասում ես ախպեր սպեցերը մի սարքի, բայց չեմ հիշում, պետք է պրոյեկտը սարքելուց ես տալ, էլի։ Հա, ես պետք է կանչի գիտեր։ Հա։ Հա։ Տակ ջան, իտոգում ունենք մի հատ components պապկա, մի հատ services պապկա, չէ։ Վալեր ջան, հիմա ինձ օգնի, որ ես lessons list component-ը APP-ում օգտագործեմ։ Ինչ պետք է անեմ։ Էսի ուզում եմ բերեմ այստեղ սես կպցնեմ APP lesson list, բայց տակը գծում ամուսուր, հա։ Humble ավտոմատ։ Այս import-ի մեջ պետք է ավելցնենք, չէ, Վալեր ջան։ Հա։ APP lesson list Որտեղ import կնա արա։ Այս APP case-ը ոչի project-ի Որ import չանես դու ինչ իրավունք ունես այդ կոմպոնենտը вообще դե կանչելու։
Ես այդ մենք սաղ լեսեն լիստում անենք արդեն դոնում են։ Եղավ Ալեշը։ Component. Rules եմ ասում, եթե component ավելի։ Ախպերեսկեն չեմ գրել, ինքնակրում անում, component։ Այլ որտեղ վերևի հրամանը գրել է change generate component։ Հա, Component ասած։ դիք բայց լիստի բանը ասում եմ։ Component ասում որպես պատկան։ Չէ։ Ապա երկրորդը պատկան դիսարկի, պատկի մեջ է։ Պատկա է սա ուղղակի, հա։ Ես գիտեմ, Component ուղղակի պատկա։ Բալերջան եղավ։ Import-ների մեջ գրել ես lesson list component-ը։ Ինչ է լորա տալի։ Այսքան շերարանը։ Ես product list component չի։ Հեսա տարի գիտեմ շեգավ։ Բալերջան, APP test-ը ջնջել ես։ Չկա էլ APP test։ Ինչա component-ի տանունը, tag-ի տանունը։ Որ պետք է նայես APP դու միակ տեղը որ կարաս նայես դա lesson list component-ն է, TS-ը։ Ինչ անունը։ Անունը ուր է։ Selector bar-ը, չէ, հետ գնա։ Բալերջան լավ ես, հələ գնա lesson list component TS-ը։ Selector-ը ինչն է։ Tag-ի տանունը, չէ։ Չէ, հեն է, վերև selector bar-ը։ Այդ ինչն է, tag-ի տանունն է։ Դու ունդ գրել ես APP test, ինչ APP test։ Հա։ Համի, տայք ջան, գնում ենք APP lesson list component-ը, ջնջում ենք մեջի եղածը, նոթիվ ենք բացում կլասը տալիս ենք main, կամ lessons, պրոստը, այհեք, ուրեմն, գրում ենք lesson list component TS, lessons-ը, հավասար է array, Պիտի սարքի, նոս ես տայք, դիքս ես օբյեկտներ սարքի, գել ենք համը կոպի արի, ինչ էր սարքում, որ գնտան, ինտերֆեյս, լավ էր անում, այսօր մի քեր ենք եթարը սարքում, բավ? Ինտերֆեյսի մեջ է Ես զանվածը սարքում, հետո գնամ ինտերֆեյս սարքում։
Այ, գնում եմ new file, ալա, պապկա պետք է սարքենք։ Վալո ջան գալիս ես չէ հետներս։ Արի գնանք ինտերֆեյսը սարքենք, հետո գանք։ Lesson, չէ, get interface, տղեկ չէ, get test։ Տղեկ ջան, export, չէ, interface, lesson list, lesson interface։ Lesson interface-ը տղեկ ջան, ես արկում կալում եմ, որ պետք է ունենա անուն, ID ու description, էլ։ Անուն, string, ID, number, description, string։ Ունենք ինտերֆեյսը տղեկ ջան։ Չէ, ինչ սարքել։ Հա, Վալո ջան, ունես սարքել։ Գնացինք ուրեմն lesson list, lesson-ին ինչ պետք է ասեմ, ասեք։ Lesson-ը հավասար է Արայի Էդվարդ Երանջյանի մեկ է Lesson interface-ը մեջ է։ Սերը պետք է հավասար լինի, բայց ինչ են սարքել։ Փոխենք HTML, շատ գիտեմ դիզայն։ Այնքան մի բան գրեք տեսք։
4-ը պատկից է հելը մտե լավ է տեսակը Եղավ գույնը Ալրջան եղավ Պրոստը սկվես հելը մտելու բանն է քիչ շատ է Ձայնը չլսա գիտես Վալեր Վալեր Հա էսի հետներս եկել ես չէ Հա վсё это ясно չէ թե չէ թազը բացի կար հա Okay, տղեկ ջան, գնացինք listen list, պրոստը մի հատ for ֆրանկ ես եղածը նկարենք տղեկ, սովորական for-ով կլիկ ֆրանկ ես բանով թազով էլի, for, այմն lesson of lessons, վերջակետ, ստորակետ, track, ու գերում ենք բան, lesson-ի ID-ն, lesson կետ ID, զգուշ եղեք lessons չգրեք, description, տղեկ ես ելը որ լավ redaktor լներ, լիքը բան լավ կլներ, ըստ շատ վատ redaktorով ենք հիմա մենք աշխատում էլի, մանկական բան, Եմ հատ կմտածեմ, ես հատ արման հետ է խոսամ, երևի մյուս 10 բան անենք, արդեն ամ վեբշտորում ֆաստենք, վեբշտորում, այսքան ուրիշ ծրագրով անենք, էլի, պատի որ լիսող, վերմեջ մի հատ է տակ խոսամ ճոգեմ, պատի որ լներ, Պատի որ լի գիտես, տիքա, չգիտեմ կուրգեն ջան դրա մեջ կա թե չէ, հա, էտա, հա, այսի քոննա, չէ, Էսի պետի մի հատ արման հետ էտա ճոգենք, արման հետ գիտես, ճոգենք, չէ, մեկ հատ է քեզի պետք է ալնելու, լավ, ճոգենք, Okay, հիմա վсё, էսի ունենք, գնանք տնանք ինչ եղավ, Էսա, լավ չի, սիրուն, անկրոտնի անկապ բանը, մի գնացինք, տղեկ ջան, բացում ենք մեր, ցանենք, որ տարբեր եկել, շիմա, պրոստը դեք, բրա բան դրեցի, հատ բաթն դնեմ, գրեմ click, Հաջան, to upper case, հա, դեք ջան, քանի որ ցիկլի մեջ այն բաթունը, եթե ես իմ ֆունկցիային չփոխանցեմ ում մասին է խոսքը, ինքը չի իմանա, չէ, կարող է lesson-ը որպես պարամետր փոխանցել, գուրգեն
Վալերջան, բարձր չէ ինչի արեցի։ Նայ, եթե ստե մի հատ ֆունկցիա պետք է գրեմ, public upper voiced ֆունկցիա։ Մի նայ, ես երբ որ կլիկ անեմ, Վալերջան, այս տողի վրա, պետք է սաղ դառնա մեծատար։ Հիմի, քանի որ այսին ֆունկցիան ծառայելու է բոլորի համար, for-ի մեջ է, չէ գրած։ Այս ֆունկցիաս ինչ իմանա, Վալերջան, դու որն ես ուզում մեծատար սարքես։ Դրա համար ես իրան փոխանցում եմ ես իմ ձեռի տակի օբյեկտը։ Վալերջան, կարող մենակ ID-ն փոխանցեմ, եթե նորից find անեմ, բայց ինձ թվում է ավելի հեշտ է միանգամից lesson-ը փոխանցել, չէ։ Գալիս ենք ստե ասում ենք lesson interface, չէ։ Ասում ենք որ upper ֆունկցիան սպասում է sense parameter, Վալերջան, որը որ պետք է լինի այս տեսակի, չէ։ Չէ որ դու ստեղից հենց այդ տեսակն ես ուղարկել։ Ինչ տեսակ ուղարկել ես, հետո պետք է ինտեղ նշես, որ ես սրանից եմ սպասում։ Helper service-ում, տղեկ։ Helper service-ում, մի հատ մեթոդ կսարքեմ ես։ Անը կգրեմ public to uppercase lesson։ Որը կվերադարձնի void, ոչի։ Դեք ջան, to uppercase lesson ֆունկցիան նորից պետք է սպասի ինչ-որ lesson, որը որ պատկանում է Վալերջան lesson interface-ի։ Դեք ջան, որ խորանանք, հա, մի քիչ խուճուճ է ստացվում, հələ եկեք նորից նայենք։ Բացը քլիկ արեց, upper-ին կանչեց, upper-ը պետք է գնա հմել service-ին դիմի, service-ի մի հատ մեթոդ կանչի, ինչա թե մի հատ uppercase պետք է արի։ Բան չունեմ ասելու, տղեկ, անիմաստ երկար process է տևում առաջի հայացքից, բայց եթե նայենք կոդի կրկնության ու նույն բանը մի քանի տեղ նույն լոգիկան գուրգենջալ մի քանի տեղ գրելու մասով 100% սենց ավելի կայֆ է, էլի։ Բացի այդ տղեկ, հաշվի առեք, որ հիմի կարող եմ մի երկու տող բան գրեմ, բայց պատկերացրու, որ քո մի հատ այդ մեթոդը մի 5-6 տող կոդ պետք է լինի։ Ոնց ես ամեն տեղ նույն բանը չեմ գրի։ Lesson-ի get name-ը հավասար է։ Lesson get name to uppercase։ Չէ, Վալերջան։ Նույնը description-ի համար անենք, չէ։ Lesson-ի description-ը to uppercase արեց։ Բարդ չի, չէ, Վալերջան այս ֆունկցիան, մեթոդը։ Չէ, ինչ անեմ, մի հատ վեկալում է lesson-ը, չէ։ Lesson-ի name description-ը սարքում է to uppercase։ Վալերջան, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Ուրեմն այս մեր մեթոդը ոչ բանա վերադարձնում, չէ՞ տղեկ։ Մենակ ընդունում է, փոխում է, ոչինչ վերադարձնում։ Ինչի հաշվին անդեր փոխվել։ Վալերջան, օբյեկտի հետ գործ ունենք, չէ՞ ստեղ։ Օբյեկտը հղումային է, չէ։ Այսինքն նայ, ռեֆերենսով նայ, արի սենց անեմ։ Եկեք տղեկ ջան, ես helper service-ը ստեղ provide անեմ, չէ, Վալերջան։ Providers, զանգված։ Հա։
Edit ինչի մեջ license component-ի մեջ է, license component-ի մեջ է գնացել provide արիր, թե հա, հենց դրա մեջ է provider պես Listen list component-ի provider-ներում գրել եմ helper service բայց ես անունչա կոնստրուկտորի մեջ է բան չանեի, անունչա Հա, հələ չեմ օգտագործել կոնստրուկտորի մեջ չգրեի իրան Հա, սա օգտագործելուց առաջ պրոստը ուզում եմ սպա հասնեք ստեր նոր շարունակեմ, էլ Դայք helper service ես մեթոդը հասկացել ենք Բալրջան պարզա ես, թե չէ Գնացինք lesson list Helper service-ը provide-արել եմ, արել եմ Ինչա մնացել, կոնստրուկտորով տանք private helper service helper service Helper service-ը կոնստրուկտորի մեջ ունեմ, կարամ գրեմ DC helper service, խնդրում եմ, to uppercase արա lesson-ը ու տամ իրան lesson-ը Всё, ինչ արեց Վալերջան uppercase ֆունկցիան մեր համար կներես upper-ը Button-ի քլիքի ժամանակ աշխատեց ինչ-որ upper մեթոդ, որը որ պատկանում էր իմ կոմպոնենտին Կոմպոնենտը սիրա հերթին շուստրություն արեց ու դիմեց սերվիզի ինչ-որ տղի Գոբիտ ասես մարդը կնգալ ասես միակ ճաշկ ծիրտեք, կլիկը զանգեց սերվիս, զանգին բերի Երկուն չի կա Այ, 3-2-1 Չկա հեշներով չկա Ինչ Այստեղ սերվեր անում, այնտեղ սարքում Sonra önce servanın sesi. Dikey. Falan bir şey. Bunları da var. Buraya da araç çıkıp oradan bak konusunda içeri bakar. Bak ne çıkıyor. Bir tane bir sos çık. Başka Error demek. Gülgencan. Servis tarif akıllı al. Ha. Provide şeydi işte. Tamam şey. Ne? Hele etti. İşte. Eskiden ne çağırdı? Apatıp bana yakış kapını. Hı? Ama işte var mı diye. Orada. Edemezsin. Aste. Nesi? Arna. Aste. Aa. Eşin artış kapı. Neyse yapıyor. Dramarist bir de gitti. Okey, dramarist tekrar çıkacaksın. Inject aradı. Ha? Other kez yapıp geçti. Էնի չէր կարա, չէ ծանող է երեխու բանից օգտվել գուրգեջը։ Բալրջան, արել ես։ Հլսքին շեր արան է։ Okay, okay, Գոլոյ սանտեր անցնի։ Շիկավ։
Եղավ շատ լավ է։ Տեկ ջան, հատ նորից հլա եկեք հասկանանք ինչ կատարվեց upper case-ին, upper ֆունկցիան ստացավ ինչ-որ օբյեկտ, չէ։ Տեկ ջոկում եք, չէ, որ ես այս օբյեկտը չփոխանցեի, խնդիրս դառնալու էր եսին ինչ։ Ինչի հաշվին աշխատես Գուրգեն ջան։ Դու ինչ-որ միտեղ տվեցիր Angular ջան, update արա, որտեվ էսի բան եմ արել։ Ավտոմատ չտալն աշխատավ, չէ, հրանել։ Վարկանական աշխատավ, դիք ուրիշ բան արել ես դու, չէ։ Ալեր ջան, միակ կայֆերն էր, որ այս հարիֆս գիտի, որ եղբայր էդի օբյեկտ է։ Բոլորս էլ գիտենք, որ օբյեկտը դա ռեֆերենս ուղղակի ինչ-որ կելուչ է։ Մենք ես վախում էսին օբյեկտ չենք դրել։ Ինչի՞։ Մեդատար սարքի համար մենք օբյեկտ չենք դրել, պրոստը փոփոխական։ Էնի ուրիշ է, չէ։ Չէ, մի քիչ խոր բան։ Չէ, դեսի ապրը օրինակ է։ Ես դրա չեմ ասում, ինչ պրոստը պարամետր մենք ենք անհասկացից դասում ենք, ասի պրոստը փոփոխական անում, ինքը սարքում էր ավտոմատ։ Այդ փոփոխականը Էսի բայց HTML-ում ես։ Հե՞։ Էսի HTML-ում ես։ Այո, ինտերնետը այնպես մենք մի քիչ ուրիշ ձևեր աշխատում ենք մեթոդները, εμείς մի քիչ ուրիշ ձևի Չէ, դե իտոգումն է, to uppercase-ը իտոգումը տենց աշխատում Գուրգեն, lesson-ի name-ի to uppercase, հենց uppercase, հենց սա։ Տենց աշխատում, բայց Իրականում ստե ավելի հեշտ է Գուրգեն ջան, հետո ես ցույց կտամ թե իրականում uppercase տես բաները շատ հեշտ է Angular-ում անել։ Ես իզուտ ինքավոր օրինակ բերեցի, որ սերվիսում, կոմպիլյացիա սերվիս սովորացնելու համար օրինակ բերեցի, էլ։ Այնքան հին բան չի, էլի։ Նայբա ասում են դժվար է, գալիս է գիտես չկնա մեթոդ կա, ֆունկցիա կա, դեպի անում է կոդերը։ Դեպի հասկացա, դեպի Java-ը դրանց նոր։ Դա բանը չուտա։ Չէ, Գուրգեն ջան, էսի անկախ օրինակ է, uppercase-ի տեղ կարող եմ լրիվ ուրիշ բան բերեի, որ вообще կապ չուներ խոսքի սրա։ Միտքը սերվիս օգտագործել է։ Այդ չէ, uppercase անելու համար թույլ բաներ կա։ Ֆունկցիաները կան, մենք zero-ով ենք գրում, հետո այդը ֆունկցիա կա, դրա։ Ահա, ինչա կատարվում, տվեք, ուղղակի ֆունկցիայի քլիքի ժամանակ ինչ-որ ֆունկցիա է կանչվում մեթոդ։ Մեթոդը իր հերթին ինքը դա չի անում։ Վերցնում է իր պարամետրը ու փոխանցում է ինչ-որ սերվիսի։ Սերվիսը ինքը իր հերթին, սերվիսի ինչ-որ մեթոդ։ Սպասում էր արդեն նույն lesson interface-ից, որ արդեն ինչ-որ գործողություններ անում, Google Docs-ը կապ չունի ինչ անում, հա։ Ինչ-որ փոփոխություն անում քո օբյեկտի հետ։ Կարող name-ի վրից ինչ-որ բան ավելացնել, եսի ինչ աներ, հա։ Հիմա եթե այս swap-case ընդերաս ֆունկցիա ինչ-որ բանը վեկտորնալով, ինչ-որ եսի օրինակ էլի, այստեղ ունենանք մի հատ փոփոխական բան։ Ստե ապրի մեջ, ստեղ։ Չէ, այս վերևը, կոնստրուկտորի, այս փոփոխական layer-ի պես մի փոփոխական ունենա, բայց ինչ-որ արժեքի վերագրած չմեր։ Մի կարեք մենք դրենք օրինակ dc-get փոփոխականի անունը, հավասար է այս dc-get helper service get այդ մեթոդի անունը ու branch-ը, ասենց ասած։ Դաժե տվեք, նայեք հենց ստեղ։ Մի հատ հարց, այդ որ մենք վերագրել չենք վերագրել, ամեն փոփոխականը ունենք, դա ինչ-որ բանի հավասար չի։ Այդ տեղը նշենք, ինքը մոդալորապես ինչի պիտի հավասարը։ Չջրի։ Այստեղ որ տվել ենք եւ զանգված ու laces interface։ Հա։ Մենք ինչ ունենանք փոփոխական որ ինչ-որ բանի վերագրելի կամ արդեն բաները, դրի точно գերազդնի ինչ կանի ամենը։ Հա, նայած ինչ ես պահելու, հա։ Պարտադիր, եթե օրինակ էլի lesson ես պահելու, գրի lesson interface-ը։ Միշտ այդ պարտադիր նշվում է, այլ։ Հա։ Okay, դրեք։ Հիմա նայեք։ Եկեք sense մի հատ բան փոխենք, հա։ Եկեք ավելացնենք նաև ջնջել ֆունկցիոնալ։ Բացեն։ Remote, հա։ Դեք սերվերի մասը պարզ է, չէ։ Քլիքի ժամանակ պետք է ջնջ։ Ալը ջան, ջնջելու համար քեզ ի՞նչ է պետք։
Գոնե իր ID-ն, չէ։ Լեսոնի ID-ն փոխանցեմ այս անգամ։ Հա։ Այս remove-ից սարքենք։ Parametre Ահա։ Տակ ջան, remove-ը ինչ պետք է անի։ Կամ կստեղ մի հատ public remove սարքենք, չէ։ Բայց բան գրեմ, Այո, ID number։ Չէ։ ID կամ ինչ-որ Void ֆունկցիա էլի, ինչ պետք է անի Վալեր ջան, լաս։ Կարա պետք է գնա։ Պետք է գնա, Ահա։ license kit, ադը խառնում եմ դրանից, splice-ը որն է։ Splice-ը հենց էդ է։ Հա, այդ դիգա, այս բանը, այս նումը ու մի հատ։ Այսինքն, this-ի This-ի get lessons, չէ Վալեր ջան։ Splice մեթոդը չի ախպեր ջան ջնջում։ Որտեղից սկսած։ ID-ն ընդհանրապես օբյեկտի ID-ա, ինչ գիտես ID-ն որտեղս։ Վա։ ID-ն ինչ, գուրգեր ջան, օբյեկտա։ ID-ն 2 կամ ID-ն խոսքի բան, 4-3-ը խառնում խոսքի։ Index պետք է դասի splice-ի։ Անդեր որոշ բան, Index-ներ։ Index։ Նայ գուրգեր ջան։ Դու քլիքի ժամանակ տվել ես ինչ-որ ID։ Այդ ID-ին կարա անգած լինի любой ինդեքսի տակ։ Այսինքն այդ ID-ով օբյեկտը ոչ թե այդ ID-ն։ Ահա, հəmi remove-ի վաղ ստացել ես ID-ն։ Ոնց ես ջնջել։ Ինչ ինդեքսից։ Պետք է գրեի Google ջան, օրինակ ինդեքսից մի հատ։ Թումանյան 23։ Հա։ ինդեքսից մի հատ։ Ահա։ Ինդեքսը բանը ոնց դեպս որը դիչ։ Որտեղ։ Որ ֆորից։ Չունեմ։ Այս սերամի չփորը։ Չունեմ։ Կարամ ունենամ, բայց Որտեղ աստորոշոր ֆորը լետին հավասարային դեպ դες Դες մնացել է լետին հավասար ինձ։ Արա կարող ես շիշտ։ Լեսակնանք ոնց է, բայց ես չեմ ուզում ցենց անել։ Հիմա չունեմ ID-ն Google ջան, ինդեքսը։ Remove ֆունկցիան կանչել եմ, ինդեքսն ապետ ու քանի հատ ջնջի։ Դիք ընդհանրապես քլիքի ժամանակ եկել ենք remove ֆունկցիան ենք կանչել, փոխանցենք lesson-ի ID։ Պետք է ջնջեք այս զանգվածից, տվեք։ Ինդեքսը քեզ փոխանցում։ Այս ինդեքսը գրել եմ զուտ օրինակի համար, չգիտեմ ով է դա։ Աբա ID-ն ու մի հատ չունի։ ID-ն ով է Google ջան։ ID-ից մի հատ ո՞ր։ ID-ն դու դեռ փոխանցում ես բաներ։ Թիվա 4, 5, 832 խոսք։ Այդ splice-ով դարավոր գնա, քո փոխարեն գտնի որ ինդեքսում այդ օբյեկտը։ Հա, այստեղ կարող փոխանցեք license-ի հարավուսի փաղից ու այդ ID-ի համար։ Ինժեներ զանգվածի հետ գործունեություն եմ հիշի։ Զանգվածը։ Հա? Զանգվածի տակ հիշում ես զանգվածի համար թքած թե ով ինչ ունի մեջ
Ինքը չգիտի որ դու օբյեկտիվ մեջ ինչ-որ ID ունես։ Ինքը գիտի որ ախպեր կա 0 1 2 3 4 5 6։ Հա? Այ դա, всё, այս խնդիրը պետք է լուծվել։ Այս ինդեքսը հավայ բառ եմ գրել, կարող եմ պետք է գրես const index-ը, օրինակ, հավասար է ու ինչ-որ մի բան, որ գտնես այդ ինդեքսը։ Ինդեքսը գտնելու համար մի հատ զանգված ունես, մի հատ է ID։ Ջի աշկս չտեմ։ Չէ, Դեք lesson-ի ID-նով է։ Չէ, lesson-ի splice-ը կամ lesson-ը։ Lesson splice մեթոդը ինչ է սպասում։ Երկու պարամետր։ Առաջի պարամետրը որ սկսի ավելի index նկատի ունեք։ Չէ, Բայց հիաստապացնեմ ձեզ splice-ի index-ը սպասում ձեզ։ Սկզբից։ Հա։ Առաջի պարամետրը index-ը սպասում։ Որ երրորդից։ Որ երրորդից ու որ երրորդից, որ ոսկի ինքեսան չի ման, որ երրորդն որ տասյան lesson-ը բանն է դա։ Հրաշագործերով է։ Հիմա գիտես քա ջնջում։ Որտեվ քո ID 3 օրինակ, ID 2 ստի։ Այդտենց index կա։ Երկրորդ index կա։ Դու երբ որ սխմես սրա վրա, նայ, հələ HTML-ի remover ջնջի, տես որ դիզայնը կա ջնջում։ Բայց դե համ ուրեմն երկու պարամետր թող ստանա։ Դրանք ուրեմն մենակ ID-ն, ձեզի հերիք չի այդ անտերի ինդեքսը գտնելու համար։ Զանգված ունեք, տղեկ։ ID-ն ունեք, ID-ն գիտեք, որ այդ օբյեկտի ID-ն չի գտնում։ Դոյ ոնց ուզում են թողարն նա։ Ո՞նց է տալիս։ Դու պետք է գտնես որտեղ է ինքը, չէ՞։ Ինչը։ Զանգվածի մեթոդները հիշեք։ Սպասի find index-ը։ Բալեր ջան, այդ find index-ը հիշում ես դու։ Find index-ը։ Բալեր ջան, նայ, այս օբյեկտը զանգվածը չգիտի որ քո օբյեկտի մեջ ID-ն 1-ա, 2-ա, ինչ է, ինչ կապ ունի, կարող է այդտեղ 456 հալու։ Հետո չի նշանակում որ ինքը 456-րդն է։ Դու երբ որ ID-ն ստանում ես, դու պետք է գտնես այդ անտեր օբյեկտը, որ ինդեքսում է գտնվում 0-ում, 1-ում, 2-ում, թե 3-ում խոսքի։ Որտեվ քո այս lessons get splice մեթոդը вообще սպասում է որ դու index փոխանցես։ Այսինքն պետք է գրեմ this get lessons get value ջան, զանգվածի մեթոդներից է find index։ Find index-ը սպասում է պարամետր item կամ lesson։ Lesson-ը նույն lesson interface-ն է տվել։ Lesson-ի value ջան ID-ն, եթե հավասար եղավ քո փոխանցած ID-ն, է սրան։ Չէ, lesson-ի ID-ն։ Հենց գտա տղեկ, ես այն lesson-ը, այն օբյեկտը, որի ID-ն հավասար է սրան, ինձ այդ ինդեքսը չի պետք։ Եթե չես ճոգի ասա, վալու։ Տղեկ ջան, պրոստը այն ժամանակվա find index-ում հաստատ interface չեք տվել, էտա մի քիչ խորտ ձեր համար։ Չէ՞ տիկ։ Նայ, find index-ը ֆունկցիա է, չէ՞, ներս։
Բայց ինքը գալի հասման առաջին չի մարդում առաջին դրանում Ջջում ասա, մեկ, երկու, երեք, Մերնարկան, հələ եկեք նախ հասկանանք ճիշտ է ջնջում, HTML-ին որ ջնջել։ Մեկ դիզայնը ջնջում, դիզայնը ջնջում, HTML-ը ջնջում, HTML-ը նկարը, JS-ը։ Լավ, գնամ ես։ Ախպեր, կուզել մի բան ավելա։ Նա HTML ավելա կուկես։ Մի բան ավելա։ Այսինքն սպորտի դեպքաշը Այ հնարավոր է դու, նայ, ինձ դա։ Numbers. was the building number not today. Վալրջան հաստատ ճոգել ենք այս մոմենտը։ Տղեկ, իրականում, էսի հիշաստեմ ոնց էի կանում JavaScript-ը, տղեկ, ամեն անգամ եկեք երբ որ բան եմ ցույց տալի, եկեք հիշաստեմ ինչ էի կանում այն ժամանակ, okay, որ կապը բռնցնեք, էլի։ Ստեղ էլ ոչ մի հեքիաթ իրականում բացարձակ չկատարվեց, տղեկ, այն ժամանակ էլ Եվ խոսքի կոպիտ ասած add event listener էինք անում click-ով այս էլեմենտի վրա, ասում էինք ախպեր remove ջան, այս for-ի վրա որ ֆռում էինք, պարամետրը ունեինք, չէ՞։ Տղեկ, այս կտորը JS-ում էր գրած պրոստ։ Add event listener-ով պրոստ։ Ես մաս։ Ասում էինք add event listener-ալա ինչ-որ click, Գուրգեն ջան, ասում էինք այս օբյեկտի ID-ն վեկալ կամ օբյեկտ կամ for-ի ինդեքսը վեկալ, սրանով կջնջես, հա։ Դեռ քեզ պետք է դիոք, right? Այ, մի հոպոկ կանի։ Angular. Ստեղ Կամեն դեր event կանի, եթե event-ը էդերա, դա չէ դրա է կանի։ Index ունի բալիբոմը, հեսա հիշեմ պրոստի։ Index-ը են ասխանշը ֆորումը ես գիտեմ ոնց է դեպքում։ Լոս ցիկցիզների գրելու ձևն է։ Մի հատ է սրակե, տղեկ ջան, let ID-ն հավասար է հա $, index։ Ո՞й եզեր, կներեք index in-ը դեր, հա, ես գրեմ։ Հա, որին դեր չդրենք, ինչ դրենք, ճիշտ է։ Պրոստը ընդեղ են ասխանշը ֆորի մեջը գրում էի, որ են բանի մեջն է։ Հիշում, գիտեմ։ Են ձևավոր string-ի չագերտների մեջն է գրում, let-ին հավասար է ինձ։ Չէ, նույն ձև էր, process։ Հա, չագերտները նոպշի հետ ես, հա, օքեյ։ Նոպշի մեջ է գրում, չէ՞ ինձ։ Այ։ Ես դրանց գիտեմ ոնց է դու, պրոստի։ Տեսակ ինդեքսն է հեշտ տանք, այսինքն կարելի է այս ամեն ինչը փոխել։ Միտեղ ջան, իտակում կանանք էսին օգտագործենք, այսինքն Վալեր ջան, որ ես lesson-ի ID-ին փոխանցեմ, այլ ին փոխանցեմ remove-ի գաղ, չէ՞ տղեկ։ Ես պրոստը ասում եմ տանջում ձեզ ուր է։ Վալեր ջան, իտակում որպես ինդեքս ես ստացել, չէ՞ Վալեր ջան։ Քեզ ծավալքերի դեռ կրակում գա։ Este racing ID-ից է։ Սա ին կտանք, նույն ձևի ջնջելու է, տղեկ, պարբոմում մի բանն է։ Տղեկ, ինչն է Angular-ի կայֆը։ Նայ, օրինակ, լավ տղեկ, մի հատ սենց հարց տամ, որ հիմա ուզենա այս lesson-ների վրա ID դնեի, այս div-ի վրա ID դնեի, ո՞նց էի դնելու։ AI-ն հավասար։ Քառակուսի փակուղիների մեջ։ Բայց կազմես քառակուսի փակուղիների մեջը դու վերագրում ես ինչ-որ փոփոխականի։ Չէ։ Հա, Այսինքն փոփոխականի։ Կամ տված ես եղե, ես ինտեր բան էի կարդացի։
որ քարոքսի փաղագծերով է, այնց բանա նշանանում։ Չէ՞, թե ուրիշ բան է դնում։ Երեշո մի բան էլ շփոթել։ Ուրիշ բան է շփոթել։ Հա։ Նայեք հեսա։ Չասում։ Չկարացավ դնի ատրիբուտի նեյմը, չկարացավ։ Կարող բանել փոխել զզվաղ, ես հազար վերսիաներից ես։ Սամ Google-ի բանը դզում է, չէ։ Հա։ Կարա թիվ չի թողում դլեմ։ Նարեկ փորձենք։ Բայց սենգի մեջ է, ինչ թիվ։ Հենց number չի թողում դնես, հայդի։ Հեսը կգրեմ լես։ Լեսն մեջտեղ գծիկ կամ տակի գծիկ ու թիվը։ Առանցել չի կարող, չէ՞, այն գրքիցը տնեինք թիվ չի կարող, չէ՞, CSS-ից։ Հա, CSS-ով չես կարող։ Չէ, եթե ID տալիս ենք, պետք է կամ տագի գծիկով կբացներ, կամ ինչ-որ բանով կբացներ, որ ինքը այն գրքիցը պետք է ցայնի։ Եվ պրոստը չէ, վաղ կարայի դնել, պրոստը մի անգլար չէ թողում սկի դնես, էլ։ Կարայш դնել, բայց չկարներ օգտագործել, էլ։ Հետագում հետ էլ գումսու։ Նայեք, լավ չի տղեկ ջան, ամեն բան իր ID-ն ունի։ Այս նույն ձևով տղեկ ջան, փոփոխական լյուբոյ բան կարամ տամ, Վալեր ջան։ ID կլինի, տիկ ջան, name կլինի input-ի type կլինի։ Ինչ կուզես, ախպեր ջան, այս քարոքսի պակագծերի մեջ կգրես։ Վալեր ջան, այսինքն եթե դու ունես փոփոխական, որը որ փոփոխականից for ունես, Գուրգեն ջան, ուզում կոպիտ եմ ասում։ Input-ների for էր խոսքի պատկերցրի։ Հա? Որ input-ների for լներ։ Value ոնց էիք տալու, հələ ալեսի comment-ը։ Հաշվեք տղեկ, ըստե input-ներ պետք է ունենամ։ Կարակ էսի չգրեք, ուղղակի ես մտանում։ Վալեր ջան, value տալու համար կգրեի պրոստը lesson-ի value։ Get name-ը խոսքի։ Ջոգին ինչ արի։ Այն JavaScript-ով գիտես այն վաղտ ինչ էիր գրում, Գուրգեն ջան։ Գրում էիր document get element by id input get name-ը get value-ն հավասար է ինչ որ մի բան։ Վալեր ջան, այդ ամենը ընդհանրապես փոխարինվել է քարոքսի փակագծել։ Նայ, JS նկար, տեսար տիկ։ Միանգամից value-ները եկավ լցվավ։ Ինչ name ունեին, հետո value դառավ։ Հա? Ջոգել ենք հաստատ, թե չի։ Հա։ Նույն ձևի տղեկ ջան, կարամ input-ի name տամ կամ placeholder տամ։ Այս նույն պրինցիպով։ Նայ Վալեր ջան։ Վալեր ջան, կարամ ես placeholder-ը fix-ված տամ խոսքի, placeholder-ը գրեմ ինչ ուզես։ Սա փոփոխական չի, Վալեր ջան։ Այս սա փոփոխական է։ Այսինքն փոփոխականը ո՞րն է, սա սպասում է, որ ինչ որտեղից կարդա։ Ինչ որտեղը որն է, lesson-ի name-ն է դա, lesson օբյեկտի մեջից պետք է կարդա ինքը։ Ահա, նայեք, just the placeholder-ը ինչ ուզես։ Okay։ Okay, տղեկ ջան։ Հիմա։ Եկեք մի հատ արագ էս node module-ի մասով մի քիչ ավելի շատ ինֆորմացիա տամ, տղեկ։ Այս սրանց հələ կանզադառնանք ընթացքում տղեկ խնդիրներ լուծելուց, էլի, եսի պրոստը ձեռի 10 մինուտ ասեմ, որ սենց բան կա, էլ։ Տղեկ, node module-ը ինչի հիման վրա է ստեղծվում։ Node module-ը ստեղծվում է package JSON-ի հիման վրա, չէ՞ Գուրգեն։ Տղեկ, հիշեք միշտ, որ պրոյեկտի ամենակարևոր հատվածը հենց package JSON ֆայլն է։ Որ եթե չլինի package JSON ֆայլը, Վալեր ջան, այս ամբողջ պրոյեկտը կորած գնացած թեմա է։ Որովհետև package JSON-ում է պահում ամբողջ տեխնիկական նկարագրությունը քո պրոյեկտի։ Ու node module-ը պապկեն որ ստեղծում է, տղեկ, այս node module-ը լյուբոյ բանի կարող ջնջեք rad անեք, ճիշտ է։
Որպեսզի node module-ը ջնջելուց հետո կամ ինչ-որ մեկին ուղարկել ես, բրծել ես, հետո node module-ը չկա, ինչ անես եւ այլն, ապրես npm install npm install-ը ինչ անում Գուրգեն ջան, գալիս է այս ֆայլի հիման վրա, տղեկ, այս ֆայլը կարդալով հանդերձ, գնում է սաղ այս գրադարանները, տղեկ, ինտերնետից քաշում բերում, դու չես կարա դիք npm install գրես, եթե ինտերնետ չունես, node module-ը վալեր ջան չի սարքում, որտեվ քո այդ npm-ը գնում է, ախպեր ջան, տարբեր գրադարաններից, տարբեր հասցեներով, Գուրգեն ջան, հեսա էսի հասցեներն են, տարբեր հասցեներից տղեկ գնում, գտնում է ձեր գրադարանի կոդը, 0000 որը, էսի մերն է, մենք ինչ կուզենք, էսե գտնենք, Գուրգեն, մեր պրոյեկտը վերցա կարա ունենալ, էսի մեր ձերը, node module-ը, եթե ուշադրիր նայեք, պապկեք է տղեկ ուղայք, ամեն պապկի մեջ տղեկ կա մի հատ մեծ ֆունկցիոնալություն, որը որ մենք իրականում օգտագործում ենք, օրինակ եմ ասում, ngif-ը, տղեկ, ngif-ը, կարող է այս պապկից է գալի խոսքի, հա, core-ի մեջի, բան, խոսքի, եսի մուրդուց, չեմ ուզում շատ խորանալ, հա, պետք է չի, հասկացամ տղեկ, այսքան տեսեք, այն ինչ որ մենք օգտագործում ենք, բան, սա node module-ի մեջ սա, մեծամասամբ չեմ ասում սա, տղեկ, ալբոմը այն ինչը JavaScript-ը զավացքորյուներ, տղեկ, Էդի պետք չի դսից բերեմ, okay, բայց այն ինչ որ տղեկ ջան, արդեն վերաբերվում է մեր անգուլարական զրթզիբիլիկների եւ այլն, որ անգուլարը արդեն պետք է օգտավոր մենք օգտագործենք եւ այլն տղեկ ջան, էդի node module-ի մեջ է։ Node module-ում նաեւ տիկ ջան, հայտնում են այն մոդուլներն ու գրադարանները, Վալեր ջան, որոնք որ ուրիշի գրած է, բայց ուզում եմ օգտագործել։ Ինչի՞ չէ որ կարող եմ արդեն լավ բան է գրախվել, միլիոնավոր մարդիկ այդ մարդու գրածից օգտվում են, ինչի բան չանենք, էլ, հա? Բարձա տվեք չեմ։ Okay, ոնց որ ասում են այսօր այսքանը, իսկ ասում այս մասին հաջորդ 10։ Կանայք սերվիսները ուղարկեմ չարթները տամ, այս պուպուշ բաներ լուծեց, ես զզվելիները ձեզ եմ ուղարկում, են։ Ես просто ավեշ չունեի այս բարդ բաներ անելու։ Այսօր ուղարկեմ, հա։ Քեզ էլ վալուց չեմ, պակա։